Փարքնժդեհին գնալով ժամանակը սեղմվում է, այսինքն ասելիքը պրծնում է արդեն, մոտենում է գործելու ժամանակը, որովհետև այն ինչ որ արվում է, արդեն մարդուն բերում է կոնկրետ դիմադրելու, որովհետև իրենք ոչ միայն ֆիզիկապես են ճնշում, նաև օրենսդրական մեթոդներով են արդեն ճնշում, մարդուն իրավազրկում են, չեն էլ թաքցնում։ Նախ գնում են միջազգային արենաներում մեզ խայդարակ են անում, եկեղեցուն, չգիտեմ, գործակալ անվանում, որ ասենք դրա, որից մեկ իրեն չի ասել, եկեղեցուդ մասին խոսի։ Եթե դու այդ բացը ունես, լռես ամաչես վերացնես, ոչ թե գնաս եվրոպական ամբիոնից, ասես մեր եկեղեցին այդ որ դուք ասում եք հայ, առաքելական, թիվ 1 քրիստոնյա կառույց, գործակալ է։ Բայց яра, որ դու, ասենք, քո պետությանը հարվածում ես, այդ հանցագործի պիտակը կրծքիդ գնացել ես, խորհրդային Հայաստանի վարչական բաժանարար սահմաններով, դա սահման չի, դա խորհրդային Հայաստանի վարչական գծեր է, էլի, բաժանարար գծեր է, խորհրդային Հայաստանը պետություն չի եղել, նա սահմաններ չի ունեցել, անկախ պետություն չի եղել։ Եթե դու քո կրծքին դա փակցրած գնում ես պետության անունից հանդես ես գալի, շարունակը դու բոլորից դարձնում ես հանցագործ։ Խորհրդային Հայաստանի այդ ուրվագծվող այդ սահմաններով այդ նկար կլինի, նշան կլինի, որ կրծքիդ փակցնում ես, դա հանցագործի պիտակ է, որովհետև դրանով դու հաստատում ես, որ դու Արցախ ես օկուպացրել։ Թալանել, մաշել, վնասել, որ պետք է հատուցես։ Հանցագործի պիտակ է դա։ Դու բոլորիս անունից գնացել ես մեզ հանցագործ ես դարձրել, հետո էլ, ասենք, եկեղեցուն ասում ես գործակալ է։ Բայց դու էլ թուրքի գործակալ ես։ Ալիևը, որ իր Ալիև հալով, մեզ այդքան հարված չի կարող հասցնել միջազգային արենայում։ Հասկանում, չի կարող այդպես հարված հասնել, ինչ որ դու այդ խորհրդային Հայաստանի բանով, պատկերով ես գնում։ Կամ ասում ես, ես մեր Արցախի, Ղարաբաղի քույր ու եղբայրին ասել եմ, վերջ մտնից տանեք, այնտեղ չեք գնալու։ Բա ո՞նց է խաղաղություն լինելու։ 300,000 թուրքի գալով։ Սա ասենց ստորացում։ Ասենց արդեն էլ չկա ասելիք, հասկանում եք, չկա ասելիք։ Կամ։ Նիկոլը չպետք է հասնի ընտրության։ Այդ որ 65%, ոչ թե 50+1, 65%, որ Ալիևի ցանկացած առաջարկ առանց տատանվելու խորհրդանը Քվերգի կցեյան, Արևմտյան Ադրբեջան կլինի, չգիտեմ, եսիմ ինչ կլինի։ Հիմա ինչ են արել։ Ասում է, մարդը, սահմանին ապրող մարդը գարուն է բացվել, չէ, աշուն է, որ ձմեռ որ ջունն եկել է, ինքը տեսել է թուրքը որտեղ է։ Դե իր տարածքն է, իր սարու ձորն է, իր հանդու չոլն է, գիտի բլուրի տեղը, ձորի տեղը, կիրճը, հա, սարը, դաշտը։ Ձմեռն անցել է, հիմա գարունի տենի է, որ Այդ իրա դաշտում, որտեղ որ թուրքն աշունը նստած էր, հիմա այդտեղ չի նստած, առաջ է եկել։ Ասում է առաջ խաղացում կա այնտեղ պաշտպանության նախարարությունից, ասում են չկա դենց բան։ Ու ասում են մենք օրենք ենք մտցնելու, որ այսուհետ եթե պաշտպանության նախարարությունը կամ պետությունը, եթե հանգարտ կառավարությունը, այսինքն պետությունը չէ, դրանք պետություն չեն։ Եթե կառավարությունը կասի մի բան, բայց ինչ որ մեկը կասի հակառակը, այդ մարդուն պետք է պատասխանատվության ենթարկել։ Այսինքն դու իրավունք չունես, ասենք մտածելու, ասելու, քո զգայարանները չեն աշխատում։ Այսինքն քեզ էլ խելք պետք չի։ Եթե դու տեսնում ես, որ թշնամին մոտեցել է, դու պետք է չասես դա։ Դու լավ չես տեսնում։ Իրենք օրենքով պետք է սահմանափակ են քո տեսնելը, լսելը Եվ ասելու, մտածելու, տրամաբանելու, համադրելու իրավունքը։ Այսինքն ոսոր, եթե կառավարությունը ասում է մածունը սև է, որից մեկը չպետք է ասի, որ չէ սպիտակ է։ Չէ, ասում է Պապիկյանն էլ հաստատում է, ասում է, այսուհետ, եթե մեկը կառավարության հայտարարությունից հակառակ, հայտարարության հակառակ ինչ-որ բան կասի, դրան պատասխանատվության ենթարկել։ Այսինքն եթե կառավարությունը կասի, որ կա Արևմտյան Ադրբեջան, որտեղ մենք հիմա ապրում ենք։ Ուրեմն դա այդպես է, եթե մեկը հակառակ կասի, դադեք։ Ասենք,
Սրա դեմը ոնց են առնելու, եթե ոչ ապստամբությամբ։ Արդեն ինքը օրենքով, չէ՞, այն ամերիկյան կնիքի վրա բազմիցս ասել են, գրված է, եթե անօրինականությունը դառնում է օրենք, այսինքն այն ինչ որ դու տեսնում ես, ասում ես քեզ ասում են դա այդպես չի, այ այսպես է, այսինքն անօրինականությունն են առաջ մղում։ Եթե անօրինականությունը դառնում է օրենք, ապստամբությունը դառնում է պարտադիր, անհրաժեշտ։ Եթե չէ պետք է դու վերջ դառնաս Ալիևի զոմբին։ Ասում են, ինչես Վենսին տարել, բանը Սումգայիթի ջարդերի հուշարձանը ցույց տվել, կամ Արցախի բանը ջարդերի գիրք նվիրել։ Բալև ինչ է բանից խոսում, այդ իրեն սարկած Խոջալույից խոսում։ Ալիևին կարելի է։ Ասեք, բռնը թանգարանի տնօրեն հեռա, ասում է ես եմ հեռացրել։ Ես եմ ասել Գորիս Կապան ճանապարհից զորքերի հետ քաշվեն, ես եմ Կիրանցը տվել։ Հա, հիմա էլ Կիրանցի նման չեն անում, որ իդմեն զորքով, զորով ժողովրդին տներից հանեցին, խառնեցին իրար, չէ՞։ Բան սրբազան շարժումը, որը սկսվեց դրա դեմ։ Հիմա թուրքերին ասում են եկեք։ Հենց ծմեր գալիս է, դու ասում եկեք մենք հետ գնանք։ Գարուն կգաք, ասենք դե մի ծնհալեր ծնի հետ խաղացել եկել են, օրինակ, կամ էլ չէ այդպես չէր։ Էլ ինչի անիմաստ բան են, բարձրաձայնան ժողովուրդներ խառնվի իրար։ Էլ Կիրանցի պես չեն անում։ Արի։ Եթե խոսես էլ օրենքով քեզ բան կարգել են։ Դատի կտան։ Ուրեմն եթե մեկը խորհրդային Հայաստանի սահմաններին կողմ է, ինքը հանցագործ է։ Մեզ էլ հետ է տանում է այդ ուղղությամբ։ Որովհետև ընդունել խորհրդային Հայաստանի սահմանները, նշանակում է Արցախը դարձնել օկուպացված տարածք քեզ համար։ Եվ վերջ։ Իսկ դու էլ օկուպանտն էիր։ Այսինքն հանցագործ։ Ասում են Սերժի ժամանակ բա խոսեիք, Սերժ ժամանակ կարայիք այսքան խոսեիք, ասես բաներ ասեիք։ Ես ես ասեմ, տարբերություն չկա, այս Սերժի ժամանակներն են, այս ժամանակները հաջորդում են Սերժի ժամանակներին, բանը դենց հացրագրավորված եղել, որ մարդիկ գան, վերջում ամեն ինչից զրկվեն։ Եթե Սերժի օրենքով թույլատրվում էր խոսել, բայց վախեցնում էին, դե նայածում։ Այնպես չէ որ Սերժի օրոք չեն խոսել։ Սերժի օրոք նույնիսկ զենք են վերցրել։ Ապստամբել են, խոսելն ինչ է։ Սասնացորերը Սերժի օրոք ապստամբել են, զենք են վերցրել Սերժի դեմ։ Հասկանում եք։ Նիկոլի օրոք բանտում են։ Նիկոլի իբր հակառակորդ Սերժի դեմ ապստամբած սասնացորերը բանտում են։ Էլ այդ Նիկոլագաններ չասեք, բա Սերժի օրոք բա ինչի չէիք սես բաներ խոսում։ Սես բան չենք խոսում, զենք էինք վերցնում։ Դա քո խելքի բանը չէ։ Ուղղակի որ դու դրամաբանել չգիտես, քեզ որ ասեն մածունը սև է, դու պետք է կրկնես, քեզ համար ձեռնտու է։ Տկար։ Բայց իրենք մեզ օրենքով մեր իրավունքները խլելով ամեն ինչ դարձում են պետության ղեկավարը գնում է միջազգային արենա եւ խոսում է Ադրբեջանի շահերից։ Չկա նման երկրորդ դեպքը։ Չկա։ Ալիևը իր շահերից այդքան չի խոսում, որքան Նիկոլն է խոսում Ալիևի շահերից։ Եթե ուրիշ բան եք դուք պատկերացնում, ուրեմն ողբամ ես ձեր վրա։ Ասելիքս արդեն գնալով ավարտվում է առհասարակ։ Եկել է գործելու ժամը, եկել է ապստամբելու ժամը։ Եվ այդ ապստամբությունը պետք է գլխավորի այն մարդը, այն ուժը, ով գնում է առաջին հանրապետության իրավահաջորդության հետևից։ Ոչ թե խորհրդային Հայաստանի կամ անկախ Արցախի, որոնք մեզ տանում են դեպի հանցագործություն։ Գիտակցեք, մնաք խաղաղությամբ։